Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կազմել են ավելի քան 321 միլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.3%-ի աճ։ Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 327.9%-ով եւ կազմել ավելի քան 14 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն ընդգծել են Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային եւ կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում, արժևորելով երկկողմանի համագործակցության շարունակականությունը եւ ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի ապահովումը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ սոցիալապես անապահով ընտանիքները կստանան նոր տեսակի լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն, որը կգործի մինչեւ 2025 թվականի դեկտեմբեր։ Ընտանիքը չպետք է ունենա թարմ արտադրության ավտոմեքենա, սեփական տուն կամ այլ անշարժ գույք։ Բոլոր շահագրգիռ անձինք կարող են դիմումները ներկայացնել 2025 թվականի ապրիլի 22-ից սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակի e-social.am-ի միջոցով։ 2025-ի հունվարի 1-ից մարտի 31-34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում եւ առաջադրվել է շուրջ 138.1 միլիոն դրամ տուգանք, իսկ 6 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 31 չգրանցված աշխատողներ եւ առաջադրվել է շուրջ 7.8 միլիոն դրամ տուգանք։ Տեղեկությունը փոխանցում էին ՊԵԿ-ից։ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել բարձրացնել Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը հասցնելով դրանք ռեկորդային 145%-ի։ Երեկ Թրամփը բարձրացրել էր չինական ապրանքների ներկրման համար մաքսատուրքը մինչև 125%։ Մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Չինաստանը բարձրացրել էր ամերիկյան ապրանքների մաքսատուրքը մինչև 84%։ Սա սպառնում է խաթարել առևտուրը աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև։ Միացյալ Նահանգների ներմուծման մաքսատուրքերը եւ այլ երկրների կողմից պատասխան միջոցները կարող են հանգեցնել համաշխարհային առևտրի 3%-ով անկման մինչեւ 2040 թվականը, նախազգուշացնում է ՄԱԿ-ը։ Վերլուծաբանների կարծիքով Մեքսիկայից արտահանումը, որը մեծապես տուժել է մաքսային միջոցների ներդրումից, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի այլ երկրների շուկաներից կուղվի դեպի Կանադա, Բրազիլիա եւ Հնդկաստան։ Ուկրաինան վերսկսել է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ երկու ուղերձ է իրականացվել Օդեսայի Չորնոմորսկ նավահանգստից Բաթում։ Առաջին լաստանավերը մարտին մեկնել են տեղեկատվական լռության ռեժիմի ներքո։ Հայաստանի գին ու կոնյակի համը աշխարհը լավ գիտի, բայց դրանց արտադրության եւ արտահանման գործընթացով այս տարի Հայաստանը զիջում է այլ երկրներին։ Կոնյակի արտադրությունը գրեթե 2 անգամ է նվազել, գինունը 1.3-ով։ ԵԱՏՄ երկրների շուկայում Հայաստանին մրցակիցը Վրաստանը մոտ 250 միլիոն դոլարի գինի են արտահանում։ Տնտեսագետը պարզաբանում է, Վրաստանը շուկան հեշտությամբ է գրավում, մատչելիությամբ։ Հայկական գինիները ունեն իրենց բրենդը, իրենց մակարդակը, դա միջին եւ միջինից թանկ գինիներ են։ Այսինքն հայկական գինիները 10-ից մինչեւ 25 դոլար արժե մեկ շիշը։ Եվ այդպիսի գինիները ավելի քիչ քանակով են արտահանվում եւ քանի որ դա կախված է ժողովրդի գնողունակությունից, ըստ այն երկրները, որտեղ արտահանվում են, օրինակ Չինաստան, Ճապոնիա արտահանվում, շատ քիչ քանակով Եվրոպա, որոշ քանակով ԱՄՆ եւ Ռուսաստան է արտահանվում, այդ երկրների գնողունակությունից կախված իրադարձությունները կարող են փոխվել։ Կոնյակի պարագայում մասնագետի կարծիքով ավելի պարզ է, ռուսական շուկան հիմա էժան կոնյակ է պահանջում։ Տնտեսագետ Պարսյանը այս խնդիրը նախ կապում է ռուբլու փոխարժեքի կտրուկ աճի հետ, նաև այլ պատճառներ է տեսնում։ Երկրորդ խնդիրը լոգիստիկայի հարցերով, որոնք ի հայտ են գալիս վերելաշի արձակետում, եւ երրորդ գործոնը դա պայմանավորված է մեր կոնյակի նկատմամբ նաև ռուսական շրջանակներում որոշակի տրամադրությունների փոփոխությամբ։ Մասնավորապես հայկական կոնյակի նկատմամբ նվազել է պահանջարկը։ Մասնագետները նկատում են նաև, որ ոսկերչական իրերի հումքի մշակումն էլ պակասել է։ 2023 թվականի նոյեմբեր ամսից սկսեց այս ոսկու տենդը Հայաստանում։ Հայաստանի միջոցով ռուսական ոսկին վերարտահանվում էր արաբական էմիրություններ, Հնդկաստան, Եվրոպա, Չինաստան եւ այլ ուղղություններով։ Եվ դրա հաշվին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ աճ գրանցեց։ Ինչը անշուշտ իր դրական այդպես էֆեկտ ունեցավ մեր արտահանման ցուցանիշների վրա։
Իրավիճակը փոխվեց 2024 թվականի մայիս ամսից, երբ արդեն վերարտահանումը նվազեց։ Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա օրինակ ֆերոմոլիբդենի արտադրությունը նվազել է մոտ 31%, ալյումինե փայլատի թեղինը 4.3%, եւ փայլատի թեղը եւ ֆերոմոլիբդենը իդեպ Հայաստանից Եվրոպա արտահանվող հիմնական ապրանքներն են։ Կարծում եմ, որ աշխարհում ընթացող վերադասավորումները, հատկապես նաեւ Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ-ի վերջին քաղաքականությունը եւ այլն, որոնք որ առաջացրել են կարող է մտահոգություններ եւ գումարների դեֆիցիտ, որովհետեւ գաղտնիք չի, որ նաեւ փոխպատի արտադրությունը կամ մոլիբդենի կիրառումը նաեւ ունի ռազմական նշանակություն։ Այսինքն ռազմական արդյունաբերության մեջ էլ քանակները Եվրոպայում նվազել են։ Մասնագետները հույս ունեն, որ Հայաստանի նկատմամբ պահանջարկը կաճի, եթե Եվրոպան փորձի սեփական ռազմական արդյունաբերությունը զարգացնել։ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102 միլիոն եվրո վարկ առողջապահության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար։ 102 միլիոն եվրո վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը 25 տարի, որից արտոնյալը 15 տարի։ Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։